Հովաննես Երզնկացի պլուս Եկեղյաց գավառի Երզնկա քաղաքի վարդապետ Հովաննեսի խոսքը մեր Աստծո Հիսուս Քրիստոսի ծննդյան և մկրտության մասին։ Բոլոր բանական էակների համար բաղձալի է խոսել Աստծո և աստվածային տնօրինությունների մասին։ Այս մտածելով և տեղյակ լինելով մեր տկար և վայրաքարշ բնությանը, որ գտնվում է ծովածուփ կենցաղի տարուբերումների մեջ, մարմնական կարիքներից և ախտավոր ցանկություններից կեղեքված, որի զգայարանները գերված են, որը կորցրել է հոգու ազնվականությունն ու բարետոխմությունը, և որի լուսանշույլ մտքի պայծառ տեսությունն ասես ծածկված է թանձր մառախուղով։ Այդ պատճառով էլ անկարող ենք սկզբնատիպի գեղեցկությունը նկարագրել նսեմ պատկերի մեջ, որից էլ կարելի կլիներ բաշխել խոսքը և տալ յուրաքանչյուրին իր չափով։ Իսկ ում է ուղղված խոսքը։ Այն սիրողների և աստվածասերների ժողովին և տոնակից հրանյութերի խմբին երկնային դասերին։ Իսկ ինչի մասին է խոսքս։ Աստծո և աստվածային փրկագործ տնօրինության և բարի պատկերի վերստին փառքով հրաշագործության։ Թեև գիտենք, որ Աստծո մասին ճառել անկարելի է, քանզի որքան էլ մարդը ճոխաբան և իմաստուն լինի, անհասանելի է այն։ Բայց մշտափափակ տենչով փորձենք խոսքով մերձենալ անմերձենալի բնությանը։ Այս տոնին խոսքեղեն բազուկներով սեղան պատրաստենք հոգևոր մեծահավաք հանդեսով։ Նախ քննենք, թե ինչ է անունը շնորհաբաշխ և մեծախորհուրդ այսօրվա տոնի, քանիսն են անունները, ինչու ինքը Աստված իջավ երկնքից և մարմին հագնելով տնօրինեց մեր փրկությունը։ Ինչ խորհուրդ ունեն անուններն այն տոնի, որ մեզ Ադամի որդիներից փրկելու համար կատարյալ հանձնարավ Աստծո որդին։ Եվ երբ կամ ում կողմից հաստատվեց տոնի միեղինությունը, ում կողմից այն բաժանվեց, և բաժանել կամեցողներն ինչպես գտան բաժանման պատճառը։ Ինչ պատճառով է Հայաստանի Այծ եկեղեցին միասին տոնում մեր Աստծո Հիսուս Քրիստոսի ծնունդն ու մկրտությունը։ Այս ամենը քննելով ամենասուրբ Հոգու օգնականությամբ, որ ճշմարիտ Աստված է, տոնասեր և աստվածասեր անձանց հայտնենք մեր առջև դրված խոսքի ծածկված միտքն ու զորությունը։ Խոսենք այս տոնի անվանադրության մասին։ Այն անվանվում է ծննդյան տոն, մկրտության տոն, Աստված հայտնության տոն և լուսավորության տոն։ Այս անուններից հայտնի են դառնում բազում խորհուրդներ։ Այս անունը նշանակում է ուրախություն, ինչպիսին որ է այն ոչ միայն երկրավորների, այլ նաև երկնավորների համար։ Այն իմանալի է անմարմինների բոլոր դասերին, որոնք նույնպես տոնում են այս տոնը, քանի որ երբ մարմնով ստորիններիս երևաց, հոգեղեն դասերը երկրի վրա ծնված Աստծուն փառք վերառաքեցին բարձունքներ մեզ ցնծության ավետիս տալով։ Եվ որովհետև այս տոնի գլուխն Աստված է, հիշենք Աստծուն և տոնակից լինենք հոգևորականներին և աստվածասեր անձանց։ Գյուրեղ Ալեքսանդրացին այս տոնի մասին ասում է, թե մեզ հետ այսօր երկնային անմարմին զորքերի բազմությունն է տոնում, իսկ երկրի վրա տոնում է եկեղեցին։ Արդ ուրախանում են երկնային զորքերը մեր նորահրաշ փրկությամբ, ինչպես ավետարանն է ասում մոլորված ոչխարի, կորած դրամի գտնվելու և անառակ որդու դարձի համար, քանի որ եթե երկնքում ուրախություն է մեկ ապաշխարող մեղավորի համար, ապա որքան մեծ կլինի այդ ուրախությունը ամբողջ մարդկության համար։ Քանի որ ինչպես որ երկնայինները հաղորդեն երկրավորներիս արարչությամբ, երբ փառքերից ընկանք,
սգակից եղան մեզ, իսկ երբ բարձրացանք դեպի նախկին փառքը, ուրախացանք երկրավորներս, քանի որ մինչ թշնամի էինք Աստծուն, երկնավոր թագավորին սպասարկող հրեշտակները թշնամի էին մեզ, քանզի մեղքով ապստամբել էինք Աստծո դեմ։ Իսկ երբ տեսան Քրիստոսի տնօրինության խորհուրդը, հիացած ուրախացան և սպասավորեցին խորհրդին, և տոնը եղավ բոլորինը, և երկնավորներինը, և երկրավորներինը։ Արդ քննենք զանազան անունները։ Ծննդյան տոն է ասվում, որովհետև այսօր Քրիստոս մարմնով ծնվեց կույսից։ Ամեն բանի արարիչն իր քաղցրությամբ ու ողորմությամբ ամեն բանով մեզ նմանվեց, մարդ եղավ, ամեն բան ընդունեց բացի մեղքից և միավորվեց մեր բնությանը։ Եթե որևէ մեկը տարակուսի և ասի, Աստված կարող էր փրկել խոսքով, ինչպես որ արեց, ինչու արարիչը պիտի խորհեր փառքի այդպիսի բարձրությունից խոնարհվել դեպի մեր նվաստությունը, կամ չէր կարող հրեշտակի միջոցով մարդկությանը փրկել բանսարկուի ձեռքից։ Նրանց ասենք, նախ ինչպես առաջին արարչության ժամանակ, իր անչափ բարերարությամբ ոչնչից ստեղծեց, այժմ իր ողորմածությամբ նորոգեց իր բարերարության պատկերը։ Եթե բան Աստված չխոնարհվեր բնակվելով կույսի արգանդում, մարմինը չէր բարձրանա դեպի աստվածային փառքի աթոռը։ Եվ եթե Աստծո համար անարգանք էր արգանդում բնակվելը, և հրեշտակների համար անարգանք էր մարդուն սպասավորելը, նույն պատճառով էլ, երբ Աստված պատրաստվում է մեծ և անհավատալի բան անել մարդկանց համար, սկզբում ժամանում և դրա աղոտ նմանությունն է նկարագրում, որպեսզի երբ ճշմարտությունը գա, մարդիկ չտարակուսեն և անհավատ չմնան։ Այդպես նաև մեր փրկության համար իր գալստյան, մարդանալու և չարչարանքների խորհուրդը նախապես նկարագրեց բազմամաս և բազմօրինակ ձևերով։ Ըստ Առաքելի խոսքի, Աստված բազմապիսի ձևերով և այլազան օրինակներով նախապես խոսեց մեր հայրերի հետ մարգարեների միջոցով, իսկ այս վերջին օրերին մեզ հետ խոսեց իր Որդու միջոցով։ Եվ քանի որ ինքը բան Աստված պիտի իջներ փրկagorցության համար, որպեսզի անհավատալի չթվար այդ, Աստված իջավ մորենու մեջ և ասաց. «Ես ականատես եղա Եգիպտոսում գտնվող իմ ժողովրդի կրած տառապանքներին և իջա, որպեսզի փրկեմ նրանց եգիպտացիների ձեռքից»։ Աստված մի՞թե չէր կարող ժողովրդին այլ կերպ փրկել փարավոնի ձեռքից։ Սակայն այստեղ բան Աստված կանխապես նկարագրեց մարդկության փրկagorցության համար իր իջնելու խորհուրդը։ Նույն պատճառով էլ նա իջավ Ադամի մոտ ոտնաձայն հանելով և պատվիրանազանցության համար ապաշխարության կոչեց։ Ուրեմն, եթե իջավ մեկի մոտ, ապա որքան առավել ամբողջ մարդկության մոտ պիտի իջներ արարիչը և բոլորին պիտի հանդիմաներ մեղքերի համար, ոչ միայն մեկին, ում ասաց. «Կերար այն ծառի պտղից, որից պատվիրել էի, որ չուտես»։ Արդ այնտեղ միայն պտղի ճաշակումն էր, իսկ այստեղ այն, որ արարչի փոխարեն արարածներին երկրպագեցին։ Այս պատճառով էլ մարգարեի խոսքերով նախապես հայտնեց այն, ինչ խորհրդածում էր մեր փրկության մասին, և ինչ որ նրանց միջոցով ասաց, կատարեց գործով, քանի որ նախ խորհում են, ապա խոսում և գործով կատարում։ Արդ խորհրդով և օրենքով նկարագրածն ու մարգարեների վկայածը այսօր բան Աստված կատարեց Սուրբ Կույսից անապական և Սուրբ Ծննդյամբ։ Թե ինչպես եղավ այդ, անհասանելի և անմեկնելի է բանականներից համար, քանի որ հրաշափառ և գերբնական բան տեղի ունեցավ, բանը մարմին առավ։ Այստեղից էլ Սուրբ Կույս Մարիամը Աստվածածին է ճանաչվում,
ոչ միայն այն պատճառով, որ բան Աստված բնակվեց նրա մեջ, այլև որ նրա միջոցով մարդկությունն աստվածացավ։ Արդ դարձյալ հիանանք խորհրդի զորությամբ և քննենք, թե ինչու է Աստված մարմնի մեջ։ Նախ Աստված մարմնի մեջ է, որովհետև նա մեզ տվել է իր պատկերն ու նմանությունը, իսկ մենք չէինք պահել այն, և նա առավ մեր աղքատ և տկար բնությունը, որպեսզի անապական դարձնելով մեզ դարձյալ իր աստվածությանը հաղորդ դարձնի։ Երկրորդն առավել հրաշափառ է, քան առաջինը։ Նա տվեց վեհագույնից, այժմ առնում է վատթարագույնից։ Երկրորդ, քանզի նախաստեղծ Ադամը Արարչի կողմից փառքով պատվելով դրվեց շքեղ դրախտում մի կերպարանքով, որն ուներ աստվածային պատկերի նմանությունը։ Իսկ փառքից ընկածը նախանձելով խաբեց նրան, ասելով, թե Աստված պտղից ուտել արգելում է այն պատճառով, որ նրանք ուտելով այն աստվածների նման չլինեն։ Իսկ բարերարը միայն բարու համար էր արարել մարդուն։ Ինչպես Սուրբ Գրիգոր Աստվածաբանն է ասում, եթե մնայինք ինչպես կայինք, պատվիրանը պահված կլիներ, և չէինք լինի այնպիսին, ինչպիսին ենք։ Իսկ ինչ կլինեինք գիտության ծառից ճաշակելուց հետո, կճաշակեինք կենաց ծառից, կաստվածանայինք ու Աստծուն կմերձենայինք։ Այդ պատճառով էլ Տերը եկավ, մարմին առավ և միացնելով իրեն, աստվածացրեց այն և ամաչեցրեց բանսարկուին, որը խաբեց նախաստեղծին։ Երորդ, նախաստեղծների աստվածային տեսությունից զրկվելուց հետո նրանց ծնունդների մեջ բոլոր արդարները կամենում էին տեսնել նրան, ինչպես Տերն ասաց. «Բազում մարգարեներ ու արդարներ ցանկացան տեսնել, բայց չտեսան, որովհետև անհնարին էր, որ մարմնավորները տեսնեին անմարմնին»։ Եվ ինչպես Մովսեսին ասաց. «Երկրի վրա ոչ ոք չկա, որ տեսնի իմ երեսը և ապրել կարողանա»։ Այդ պատճառով էլ եկավ ցանկալին, մարմին առավ, որպեսզի կարողանանք տեսնել իրեն։ Աստված եկավ, որովհետև մարդիկ Աստծուն փնտրելով, արարածներին Աստված կարծելով նրանց պաշտեցին։ Եվ Աստված եկավ, իր աստվածային բնությունը խառնեց մարդկային բնությանը և ցույց տվեց անմոլար ճանապարհը, ասելով. «Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ ինձնով»։ Եվ մեզ տվեց հույս, հավատ և սեր, որպեսզի բռնենք դրանցից, իբրև լուսեղեն լարերից, որոնք դեպի երկինք են տանում, և առաջնորդի ետևից գնալով այլևս չմոլորվենք։ Աստված եկավ և կատարեց այն, ինչ ասել էր, թե «Ադամը եղավ մեզնից մեկը»։ Մարդ ստեղծենք մեր պատկերով և նմանությամբ։ Երրորդության խորհրդի համար եղավ այս։ Աստծո որդին մարդու որդի եղավ, որովհետև մարդասեր է։ Եվ քանի որ զուտ աստվածությունը բերել հնարավոր չէր, այդ պատճառով էլ անխառնելին, անեղ բնությունը խառնվում է եղած բնությանը, միտքը մարմնին, անժամանակը ժամանակին, անբովանդակելին չափի մեջ։ Եվ ոչ միայն այս, այլ նաև կուսությանը ծնունդը, անպատվությանը ամենաբարձրագույն պատիվը, այսինքն չարչարանքներին անչարչարելին, ապականացուին անմահը, մեր մարմնի խավարին անեղ լույսը, որպեսզի իր մարմնի ճրագը վառելով գտնի աղտերի աղբի մեջ թաղվածին, վերստին նորոգի եղծված պատկերի գեղեցկությունը և պատկերի նմանությունը ստուգությամբ ցույց տա։ Պիտի դարձնի նաև հանդերձյալ կյանքում, ինչպես Հովհաննեսն է ասում. «Երբ նա գա, նրա նման պիտի լինենք»։ Մարմին հագավ այն պատճառով, որ իր հնազանդությամբ հատուցի Ադամի անհնազանդության պարտքը, քանզի հարկ էր, որ մարմնով մեղանչողը մարմնով էլ արդարանար։ Ադամի որդիների մեջ չկար մեկը, որ մարմնով ամբողջովին արդար մնացած լիներ։ Եկավ Ադամին ստեղծողը, եղավ նրա որդին և իր արդարությամբ վերացրեց նրա 7 հանցանքները։ Նախ,
որովհետև Ադամը պատվիրանած զանց եղավ, վերցրեց այն ասելով. «Այն եմ անում, ինչ հայրը ինձ պատվիրեց անել»։ Երկրորդ, որովհետև Ադամը կերավ պտղից, Տերը լեղու ճաշակմամբ բժշկեց այդ։ Երրորդ, որովհետև Ադամ թաքնվեց դրախտի ծառերի մեջ կարծելով, թե փախչում է ամենատեսից, Տերն իրեն սպանողներին ասաց. «Եթե Հիսուսին եք փնտրում, ես եմ»։ Չորրորդ, որովհետև Ադամ Աստծուն համարեց պատճառը ասելով. «Այս կինը, որ տվեցիր ինձ, նա տվեց ինձ ծառի պտղից, և ես կերա»։ Տերը ցույց տվեց պատճառը բանսարկուին. Սատանան ի սկզբանե մարդասպան էր և ճշմարտության մեջ չմնաց։ Հինգերորդ, որովհետև Ադամ լսեց թշնամու խրատը, այդ պատճառով էլ Փրկիչը մկրտությունից հետո փորձողի խոսքերին տեղի չտվեց։ Վեցերորդ, որովհետև Ադամը մեղքից հետո անզեղչ մնաց, Տերը նրա դեմքն առնելով ասաց. «Աստված, Աստված իմ, ինչու թողեցիր ինձ»։ Յոթերորդ, քանի որ Ադամ նյութական մարմնով կամեցավ աստվածանալ, այդ պատճառով էլ բան Աստված անճարելի և աննյութ բնությունը մարդ եղավ, հատուցեց նրա պարտքերը և լցրեց ցանկությունն ու փափագը։ Ութերորդ, որովհետև նախաստեղծները, որոնք անճարելի մի եղանակով պիտի բազմանային դրախտում, մոլորվեցին և անասուններին հավասարվելով ընկան ախտավոր ծննդյան մեջ, ուստիև հենց դրանից էլ սկսեց ուղղել դեպի նախկին փառքն ու սուրբ ծնունդը։ Սկսելով ծնունդից Տերն անցավ մարդու բոլոր հասակներով առանց մեղքի և սպանեց մահը, քանզի ուր մարմինն է, այնտեղ էլ մահն է։ Իսկ մահվան արմատը արգանդն է, քանզի այնտեղ է սկզբնավորվում արարածը և այնտեղ է սկսում մահը ապականել նրան, սկսում է արգանդից և ավարտում դժոխքում։ Այս պատճառով էլ դեպի մահ որսողը սկսում է արգանդից և հետամուտ լինում մինչև իր արգելարանի դժոխքի վախճանը։ Նա հղացվեց և արգանդում եղավ, և մահը չկարողացավ վնասել նրան, եղավ մանուկ և իր ծննդյան ժամանակ չամաչեցրեց նրան, եղավ երիտասարդ և ցանկությամբ չկարողացավ գայթակղեցնել նրան, եղավ գիտուն և իր խորամանկությամբ չկարողացավ հաղթել նրան, եղավ վարդապետ և չկարողացավ հանդիմանել նրան, եղավ ուժեղ և չկարողացավ սպանել նրան, եղավ մեռյալ և չկարողացավ գերեզմանում պահել նրան։ Չհիվանդացավ, քանզի բժիշկ էր, չմոլորվեց, քանզի հովիվ էր, չմեղանչեց, քանզի ուսուցիչ էր, չգայթակղվեց, քանզի լույս էր։ Իններորդ, բանը մարմին եղավ, որովհետև ինչպես մեկ մարմնի Ադամի դատապարտության բոլոր մարմինները մեռան և մեռնում են, այնպես էլ մեկ մարմնի Քրիստոսի հաղթությամբ բոլոր մարմիններն ապրում են։ Եվ ինչպես բոլոր մարմինները մեղանչեցին և մեռնում են, և նրանց մայրը հողը անիծվեց, այնպես էլ այս անապական մարմնի պատճառով օրհնվեց հողը, անապական ծնունդի մայրը, Սրբուհի Մարիամը, որովհետև հրեշտակը, որը եկավ հստակ ձայնի միջոցով Տիրոջը սերմանելու նրա լսելիքի մեջ, այսպես ասաց. «Ողջույն քեզ, օրհնյալդ կանանց մեջ»։ Նույն բանը նաև Եղիսաբեթն ասաց, որպեսզի պարզ դառնա, որ առաջին մոր պատճառով անիծվածը կօրհնվի այս երկրորդ մոր պատճառով։ 10. Աստված մարմնի մեջ է, որպեսզի սրբի Ադամի անեծքը, սպանի նրա մեջ բույն դրած մահը, օտարացածին մտերիմ դարձնի և դրախտից զրկվածին դարձյալ երկինք հանի։ Ինչպես լույսի ներկայությամբ լուծվում է խավարը, այնպես էլ աստվածության ներկայությամբ աներևութացավ փշաբեր դառն անեծքը և արդարության արեգակի ծագմամբ ընկղմվեց Ադամի ժամանակներից մինչև Հիսուսի գալուստը թագավորող մահը։ 11.
Եվ որովհետև բանսարկուն օծի մարմինը հագավ և խաբեց նախաստեղծին, Տերը հագավ օծակերպ մարմինը, որի հնարներով հաղթվեց մարդը, և նույն հնարներով և հաղթվածի մարմնով հաղթեց հաղթողին, որպեսզի այս նոր Ադամը հին Ադամին վերստին ողջացնի և լուծվի դատապարտությունը։ Մարմնով կույսից ծնվեց անապական ծննդյամբ, որպեսզի խափանվի մեղքը, և մենք հոգեպես ծնվենք, լուծվի նախամոր երկունքի դատակնիքը և կենաց մայր դառնա մահվան մայրը։ Օծի պատրանքների փոխարեն Գաբրիելն ավետեց, ձեռագործ մարդակերպ պատկերի փոխարեն ճշմարիտ Աստված մարդանալով երկրպագվեց և ստության կեղծիքը լուծվեց, նաև մեր իմացությունը լուսավորվեց Աստծո մեծ հրաշագործություններով։ Իմաստությամբ հայենք հորից էական ծնունդին, և սրանից իմանանք, թե ինչպես ծնվեց մարմնով, ծնվեց միայն մորից, առանց արյան հաղորդության, որ անբնական է, և ծնվեց հորից անմայր։ Այսքանը Սուրբ Ծնունդը վայելչապես տոնելու մասին։ Խոսենք նաև մկրտության մասին, բայց նախ տեսնենք, թե քանի մկրտություն կա։ Առաջին մկրտությունը ջրհեղեղն է, որը վերացրեց աշխարհի մեղքերը։ Երկրորդը Մովսեսի ժամանակ ամպն ու ծովը, որոնք օրինակն են, ծովը ավազանի ջրի, ամպը Սուրբ Հոգու, գավազանը խաչի խորհրդի։ Երրորդ յուրաքանչյուր անմաքուր մարդ ջրով լվացվելով մաքրվում է։ Չորրորդ Հովհաննեսի մկրտությունը ապաշխարության ջրերով։ Հինգերորդ այն մկրտությունը, որով Տերը մկրտվեց։ Վեցերորդ հրով մկրտությունը, երբ Քրիստոս հրեղեն լեզուներով վերնատանը մկրտեց առաքյալներին։ Յոթերորդ ապաշխարության մկրտությունը, որ արտասուքներով է լինում, որով լվացվում է մեղքը։ Ութերորդ արյամբ մկրտությունը, որ մարտիրոսներինն է, որով մկրտվեց Հիսուս, այն այլևս չի շավախվում աղտեղությամբ։ Իներորդ այն մկրտությունը, որ լինելու է աշխարհի վախճանին, հրով, երբ ամեն բան այրվելու է։ Այս ամենից ստուգապես երեքն են Աստծուց ավանդված մկրտության եղանակները. Մովսեսինը, որ ջրով էին կատարում, Հովհաննեսինը ոչ միայն ջրով, այլև ապաշխարությամբ, իսկ երրորդը, որ Քրիստոսից շնորհվեց, գերագույն է, քան նախորդները, քանի որ մեղքերի թողություն է պարգևվում, հրավիրելով երկնավոր Թագավորի որդեգրության։ Արդ տեսնենք, թե որ մկրտությամբ մկրտվեց Քրիստոս։ Հովհաննեսի մկրտելուց հայտնի է, որ Մովսեսի մկրտությամբ չմկրտվեց, քանզի նա նորի քարոզն էր քարոզում, ոչ թե հնինը։ Չմկրտվեց նաև Հովհաննեսի մկրտությամբ, քանզի այն միայն ապաշխարություն էր և չէր օգնում մեր բնությանը։ Իսկ նա, ով մեզ համար մարմնացավ, որպեսզի մեզ կատարյալ բժշկություն շնորհի, երրորդ մկրտությամբ մկրտվեց, որ մեղքերի թողություն, երկնավոր Հոր որդեգրություն և Սուրբ Հոգու ընդունումն է։ Ոչ թե ինքը կարիք ուներ մեղքերի թողության, նա մեղք չուներ, այլ աշխարհի մեղքը վերցնող գառն էր։ Ոչ թե ինքը կարիք ուներ որդեգրության, նա բնությամբ Հոր որդին էր, նրա էակիցն ու պատվակիցը, կամ Սուրբ Հոգին ընդունելու, որ մշտապես ուներ և իրենն էր, Հոր էակիցն ու իրեն փառակիցը։ Նա բոլոր տնօրինությունները ոչ թե իր, այլ մեզ համար կատարեց։ Ծնվեց, որպեսզի լուծի մեր ծննդյան դատակնիքը, ընծայվեց տաճարին, որպեսզի մեզ ընծայի Աստծուն, հարություն արավ, որպեսզի մեզ հարության լույսով լցնի, մարմնով համբարձվեց, որպեսզի մեր հողեղեն բնությունն աթոռակից դարձնի իր աստվածությանը։ Այսպես էլ մկրտվեց, նախ որպեսզի նորոգի մեր բնությունը, մեր մեղքերը թողնի ջրի մեջ և Աստծուց օտարացածներից Հայր Աստծու որդիները դարձնի,
մկրտվեց, որպեսզի մեզ վերադարձնի անախտ աչման նախկին կերպին եւ մեզ հոգևոր ծնունդ շնորհի։ Եվ քանզի այլ կերպ անհնարին էր անախտ ծնվել, մկրտվելով սրբեց ջուրը եւ մեզ հոգևոր ծնող տվեց։ Մկրտվելով ջուրը սրբեց, որպեսզի օդը այն վերցնելով սրբվի եւ ցողելով հողը զվարթացնի բույսերին եւ հողն էլ սրբվի առաջին անեծքից։ Մկրտվեց, որպեսզի բացի երկնքի փակված դուռը եւ աշխարհը լսի ձայնը, որ արգելվել էր Ադամի պատճառով, որովհետև այն բանից հետո, երբ նախաստեղծները ելան դրախտից, Աստված այլևս չխոսեց մարդկանց հետ, մինչև որ նոր Ադամի մկրտությունը հավանելով, բացեց իր արարչական նախկին գութը արարածներից հանդեպ եւ ասաց. «Դա է իմ սիրելի որդին, որին հաճեցի»։ Մկրտվեց, որպեսզի Ադամի լույսից ու շնորհներից մերկությունը վերստին ծածկի, նրա մարմին լինելու պատճառով ի սկզբանե կորցրած հոգին իր աստվածացած մարմնով, որպես մեր գլուխ, ճշտապես իր մեջ ընդունելով մեր մեջ հեղի։ Իսկ ինչու 30 տարեկանում մկրտվեց։ Նախ, որովհետև Ադամն նույն հասակում մեղանչեց, երկրորդ, Ադամը նույն հասակում լվաց առաջին Ադամի մեղքը, երկրորդ, որպեսզի ամաչեցնի նրանց, ովքեր ասում էին, թե նրա աշխարհում երևալն առաջոք է, երրորդ, որովհետև 30-ն իր մեջ 6-5 է պարունակում եւ 5-6 մկրտությամբ նա մաքրեց մարմնի 5 զգայարաններն ու 6 շարժումները դեպի աստվածային ուղղելով դրանց ընթացքը, չորրորդ, իր վարդապետությունը մկրտությունից հետո էր սկսելու, երբ ստանար հոգին, թեպետ նա միշտ իր հետ էր, եւ որովհետև կատարյալ հասակն էր վարդապետելու ժամանակը, որպեսզի չլինի թե ժամանակի թերի լինելու պատճառով խոտան համարվի վարդապետությունը, հինգերորդ, 30-ամյա մկրտվեց, քանզի ոչինչ չէր տագնապեցնում նրան մկրտվել փութալու, որովհետև ինքն էր ինչպես իր ծննդյան, այնպես էլ չարչարանքների տնօրինողը։ Իսկ մեզ համար մահը փոքր վտանգ չէ, եթե գնանք առանց անապականություն զգենալու, ուստի եւ մարդիկ վախենում են մահից, որ ամեն վայրկյան կարող է վրա հասնել։ Իսկ Տերը գիտեր նաև իր մահվան ստույգ ժամանակը, այդ պատճառով էլ մնաց մինչև 30 տարեկանը եւ ապա մկրտվեց։ Վեցերորդ, Քրիստոս մնաց մինչև այս հասակը եւ կատարեց բոլոր օրենքները, որպեսզի ոչ ոք չասի, թե չէր կարող կատարել, այդ պատճառով էլ լուծեց։ Եվ արդ նա անարատությամբ անցավ բոլորի միջով եւ պահելով օրենքը եկավ մկրտության, լուծելով հինը, սկիզբ դրեց նորին։ Յոթերորդ, մինչև 30 տարեկան դառնալը նա հայտնապես ցույց չտվեց, թե ով էր ինքը։ Արդ այս մեծագույն խորհուրդների պատճառով Քրիստոս մկրտվեց 30 տարեկանում եւ մեզ տվեց սրբարար ջուրն ու կենդանարար հոգին։ Եվ քանի որ մարդը մարմին է եւ հոգի, նա երկու տեսակի մաքրություն տվեց ջրով եւ հոգով, որպեսզի հոգին նորոգի հոգին, որ Աստծո պատկերն է, իսկ ջուրը Սուրբ Հոգու շնորհով մարմինը մաքրի մեղքերից եւ ազատի ապականությունից։ Եվ ինչպես մյուս բոլոր դեպքերում նա օրինակը խորհրդով տպավորեց, կրթեց մարդկանց մտքերը, ապա միայն եկավ ճշմարտությունը, այդպես նաև մկրտության խորհուրդը, քանզի Հորդանանի ջրերով մաքրվել էին բազում անգամ, Իսրայելը նրանով անցնելով մաքրվեց եգիպտական բոլոր ախտերից եւ արժանի եղավ ժառանգելու ավետյաց երկիրը։ Նրա մեջ մաքրվեց Եղիա մարգարեն եւ երկինք վերացավ, սրա մեջ սրբվեց Նեեման ասորին։ Նույն ջրի մեջ Քրիստոսն էլ մկրտվելով տվեց մեզ հոգու շնորհները, որով մաքրվում ենք ամենայն եգիպտական եւ խավարային ախտերից եւ թևեր առնելով բարձրանում ենք դեպի երկնային խորանները, սրանով սրբվում ենք բոլոր ախտերից եւ ընդունում հոգու յոթնարբյան շնորհները։ Այսքանը մկրտության խորհրդի մասին։ Այս տունը նաև հայտնության տոն է կոչվում,
Երբ արարածները տեսան Փրկչին, որ մարմնացավ Սուրբ Կույս Աստվածածնից եւ ծնվեց Բեթխեհեմի քարայրում, երկնային զորքերը, անմարմին հրեշտակները խաղաղություն ավետեցին երկնքից երկիր, փառքի բարձունս ասելով։ Իսկ երկինքը լուսավոր աստղով հեռուներից մոգերին կոչեց ընծաներ մատուցելու եւ երկրպագելու։ Երկիրը քարայրի մսուրով պանծալով երկինք եղավ։ Այսօրվա մասին ակնարկեց մարգարեն 1000 տարի առաջ հոգով խոսելով, թե պիտի ծնվի հրեի արքան, եւ Սուրբ Պողոս Արաքյալը օրվա ընթերցվածքում սովորեցնում է, որ երևաց Աստծո շնորհը բոլոր մարդկանց փրկիչը։ Այս ամենը եկեղեցու վարդապետներն են ուսուցանում, ինչպես Սուրբ Գրիգոր Աստվածաբանն է ասում. Աստված հայտնվեց ծնվելով իբրև մարդ։ Երանելի Թեոդորոս Անկյուրացին ասում է. «Եվ կույսը կույս մնաց և մայր եղավ»։ Անփիլիկոս Իկոնացին ասում է. «Ճշմարտությունը ծանուցվեց, շնորհը եկավ, կյանքը հայտնվեց, Հայր Աստծո որդին այժմ ծնվեց կնոջից, որպեսզի ստորիններս ի վերուստ ծնվենք, այսինքն ջրով և հոգով մկրտությամբ։ Եվ քանզի այսօր հայտնվեց Աստվածության ծածկված խորհուրդը, որդին մկրտվեց, Հայրը բարձունքներից բարձրաձայն վկայեց, Սուրբ Հոգին աղավնակերպ իջավ, ցույց տալով հոր հայտնածը, որի համար էլ լուսավորության տոն ենք ասում, որովհետև եթե տգիտությունը, անհավատությունն ու մեղքը խավար են եւ այդպես էլ անվանվում են, երրորդության գիտությունը, ճշմարիտ հավատն ու աստվածային վարքը լույս են եւ հոգու լուսավորություն, որոնք մեզ պարգևեցին Աստծո որդու ծննդյամբ եւ հայտնությամբ, բան Աստծո փրկագործ տնօրինության խորհրդով։ Իսկ ում կողմից եւ երբ սահմանվեց միասին տոնել Քրիստոսի ծնունդն ու մկրտությունը։ Արդ, որովհետև Տիրոջ եղբայր Հակոբոսը առաքյալների կամքով մնաց Երուսաղեմում, հարկ եղավ, որ նա հոգար եկեղեցու տոների եւ կարգերի մասին։ Եվ նա, որովհետև մշտապես շրջում էր Քրիստոսի հետ, ճշտությամբ իմացավ եւ հաստատեց։ Եվ Հովսեփը իր մահից հետո Սուրբ Կույսին նրան հանձնեց, նա կարգեց ծննդյան 12 ընթերցվածքները, նույնքան էլ Զատկի, Աղոհացեքի չորեքշաբթի եւ ուրբաթ օրերի։ Եվ նա ամեն բան, նաև ծննդյան ժամանակը քաջ իմանալով, գրեց հունվարի 6-ին։ Իսկ մեծն Գյուրեղը լրացրեց ընթերցվածքների թերին եւ նրա հիմքի վրա հաստատեց առաքելական ճշմարտությունը, այն է Սուրբ Ծնունդը հունվարի 6-ին տոնելը։ Եվ այսպես առաքյալներից սկսած բոլոր եկեղեցիները այդ օրն էին տոնում այն։ Հետո ոմանք հերձվածողական ամբարշտությամբ, ոմանք էլ անուս լինելով բաժանեցին։ Ոմանք միմյանցից բաժանում են աստվածային տոները, ծնունդն ու մկրտությունը, ծնունդը մարդկային, իսկ մկրտությունն աստվածային համարելով։ Իսկ մենք, որ ճշմարիտ եւ ուղիղ հավատով ունենք Սուրբ առաքյալների եւ մեր Սուրբ Գրիգոր Լուսավորչի ավանդությունը, նրանց տվչությամբ կատարում ենք աստվածային տնօրինության տոնախմբությունը։ Ճշմարիտ Աստված ենք խոստովանում նրան միևնույն օրը ծննդյամբ եւ մկրտությամբ, ծնվելով չնվազած եւ մկրտվելով չարավելացած, ըստ այն խոսքի, թե Հիսուս Քրիստոս երեկ եւ այսօր նույնը եւ հավիտյանս։ Դարձյալ ես նույնն եմ եւ չեմ փոփոխվում։ Եվ որովհետև Քրիստոսի մարմնանալն ու մկրտվելը միևնույն մեր փրկության խորհրդով է, ըստ նրա մեզ հետ լինելու օրինակի մենք էլ ճշտությամբ պետք է նրա հետ լինենք։ Անտիպատրոս Բոստրացին ասում է, որ 30 տարի հետո հայտնության նույն օրը մկրտվեց Տերը։ Սուրբ Աթանասը այս տոնի գեղեցիկ խորհրդի զորության մասին այսպես է ճառում. Աստծո որդին մարդու որդի եղավ, որպեսզի մարդու, այսինքն Ադամի որդիները ի վերուստ Աստծուց ծնվեն երկրորդ անգամ։ Նա միայն մայր ունի երկրի վրա, իսկ մենք միայն հայր ունենք երկնքում։ Նա մարդու որդի կոչեց իրեն, որպեսզի մարդիկ սովորեն Աստծուն հայր կոչել ասելով. հայր մեր, որ երկնքում ես։
Ինչպես մենք Աստծո ծառաներս Աստծո որդիներ կոչվեցինք, այնպես էլ Տերը իր ծառայի Ադամի որդին կոչվեց։ Աստծո որդին մարմնով մահաճաշակեց իր մարմնավոր հոր համար, որպեսզի մարդու որդիները նրա կյանքին հաղորդակից լինեն Աստծո համար։ Նա բնությամբ է որդի, մենք շնորհով։ Նա ըստ տնօրինության մեր շնորհի համար Ադամի որդի եղավ, ուստի և ասում է. «Ես գնում եմ իմ հոր և ձեր հոր մոտ», որովհետև Աստված նրա հայրն է ըստ բնության, իսկ մեր հայրն է ըստ շնորհի։ Եվ բանը և հոր որդին միավորվելով մարմնի հետ մարմին եղավ, որպեսզի մարդիկ միավորվելով հոգուն հոգի լինեն։ Նա Աստված լինելով մարմին հագավ, որպեսզի մենք մարդիկս հոգի հագնենք։ Նույն ինքը մեզ բոլորիս հագավ, որպեսզի մենք բոլորս նրան հագնենք։ Եվ ոչ ոք թող չկարծի, թե չունենալով ընդունեց նրան, քանի որ նա ինքը որպես Աստված առաքեց նրան ի վերուստ։ Եվ նույն ինքը նրան երկրի վրա ընդունեց որպես մարդ, նրանից դեպի նա իջավ, այսինքն նրա աստվածությունից դեպի նրա մարդկությունը, նրան փառք հավիտյանս, ամեն։